Մամային չէին թողնում, որ գներ մտերիմ ընկերուհու տուն գիշերակացի կամ որ ընկերուհին գար, եւ արի ուտես, որ տարիներ անց ես հենց այդ մտերիմ ընկերուհու աղջկա մտերիմ ընկերուհին եմ եւ մենք որոշել ենք անենք այն, ինչ մեր մամաները չեն արել։ Վառում ենք սենյակից բոլոր հնարավոր եւ անհնար լույսերը, հետո տեղադրում ենք վարդագույն իրեր։ Իմ մահճակալը 2 հարկանի է եւ երկրորդ հարկը լրիվ դատարկ է, այնպես որ այն պատրաստում եմ ընկերուհուս համար։ Ամենակարևոր քայլը միացնում ենք հաճելի երաժշտություն։ Ընկերուհուս ասել եմ, որ իր հետ բերի թիթիզ գիշերազգեստ, սա էլ իմն է։ Միջավայրը ավելի էսթետիկ դարձնելու համար ես իմ սենյակի բոլոր մոմերը վառում եմ, իսկ դուք գիտեք, որ դրանք շատ են։ Վերջ ստանում ենք այս տեսարանը, ասեմ, որ մենք որոշել ենք ֆիլմ նայել, չիփսեր ենք վերցրել, քաղցրավենիք ենք վերցրել ու պատրաստում ենք դիմակներ դնել, բայց հետո խոսելով ընկանք ու մինչև գիշերվա 3-ը խոսեցինք։ Դե ինչ, եթե այս վիդեոն ուղարկեք ձեր ընկերուհուն կնշանակի ինքը ձեզ պետք է անպայման հրավիրի իր տուն գիշերակացի, եւ եթե հանկարծ հաջողեք, խնդրում եմ անպայման story անել, ինձ էլ նշել ձեր story-ում, որպեսզի կիսվեմ ինձ մոտ։ Մամ ջան, ինձ թվում է դու էլ գիտես, թե ումա պետք ուղարկել։